Պատվարժան դատարանի ամփոփում ունեմ, քանի որ իմ միջնորդությունն է քննարկվում, ու նաև քանի որ տևական ժամանակ է անցել միջնորդության ներկայացումից, շատ համառոտ է թե ներկայացնենք, ինչպես գործընկերս նշեց, այս գործ ունի քաղաքական նպատակ, եւ դա ամենևին քաղաքական հայտարարություն չէ, այլ հստակ ձևակերպված իրավական դիրքորոշում է։ Գործը դատարան է բերվել ներկայացվել կեղծված ապացույցների հիման վրա, քաղաքական ակնհայտ եւ խիստ ինտենսիվ միջամտությամբ, նախորդ դատական նիստերի ներկայացուցիչ ենթուկ մինչև ազգային ժողովի անունից որոշում հրապարակելով եւ որևէ պարագայում այս գործով որևէ դատական ակտ բացառությամբ այս պահին ձեր կողմից հետապնդումը անհապաղ դադարեցնելու որոշման կայացումը ընդհանուր արդարացման դատական ակտը չի լինելու օրինական, որովհետև դա կայացվելու է անձանց ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի կոպիտ խախտումով, հետևաբար այս միջնորդությունը ենթակա է բավարարման հենց այս փուլում, իսկ ինչպես գործընկերս նշեց, շատ կարևոր է, որ նաև հենց այս փուլում արձանագրենք այս դատական նիստերի դահլիճում մարդու իրավունքների եվրոպական դատան ունի նախադեպ նաև Հայաստանի վերաբերյալ գործերով, որ ընդհանուր դատավորի ազգանունն նշված մարդու իրավունքների խախտման փաստ արձանագրելիս եւ ուզում եմ արձանագրել, որ այս դատական նիստով առնվազն նախագահ դատավոր Ֆարխմանը տեղեկացված է ապօրինի քրեական հետապնդման մասին։